Մայիսի 29-ին ժամը 23:55-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը գլխուղեղի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում 55-ամյա կինը կոնտ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի եւ իր բջջային հեռախոսով հավաքելով ուղևորցի չափը ցույց է տվել վարորդին։ Վարորդը հրաժարվելով տեղափոխել հափշտակել է հեռախոսը եւ փորձել հեռանալ։ Այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին, ստանալով վնասվածքներ։ Մայիսի 30-ի գիշերը ժամը 3-ին Երևանի պարեկները մայրաքաղաքի Ամերիկյան փողոցում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված հեռախոսը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։